երկու հոդված, մեկը դե ստանդարտ հոդված է, հոդված համար 1 առաջարկում է ընտրական օրենսգրքի 58-րդ հոդվածի 3-րդ կետում հանձնաժողովին դեմքով եւ թիկունքով դեպի պատը բառերը փոխարինել թիկունքով դեպի հանձնաժողովը բառերով։ Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Նա փորձեմ բացատրել ներկայացնել հարցի էությունը, ուրեմն մեկ տասնամյակների վեր մինչև 1918 թվականը ականատես ենք եղել ընտրությունների համապետական մասնավորապես ընտրությունների անցկացման ժամանակ աննախադեպ կեղծիքների եւ այդ կեղծիքների մեջ ամենակարևոր տեղը եւ վտանգավոր տեղը զբաղեցրել է ընտրակաշարքը ընտրակերտարարության կոնտեքստում եւ դա շատ վտանգավոր հետևանքներ է ունեցել եւ հազիվ մենք թոթափում ենք դրա հետևանքները եւ այդ ընտրակաշարք հասկացողությունը երբ որ այն ժամանակ գործում էր ինչով էր պայմանավորված էր հետեւել հանգամանքով որ երբ որ թաղային հեղինակություններ այս կամ այն ուժեր պոտենում էին քաղաքացուն համոզում էին որ ձայնը տան իրենց նախընտրելի ուժին ապա շատ քաղաքացիներ ուղղակի որպեսզի իրանից հեռու մնան ձեռք քաշեն այսպես կոչված ասում են հա լավ ձայնը կտանք բայց մտածում են կգնան եւ քվեարկեն ըստ իրենց խղճի այնուհետև այդ նույն անձնավորությունները այդ ամեն ինչը համեմում էին գումարային այսպես կոչված հավելվածով եւ շատ քաղաքացիներ չէին կարող հրաժարվել այդ գումարից ոչ թե պատճառով որ դրա կարիք ունեին իհարկե կային նաեւ այդպիսիները այլ չէին կարող հրաժարվել որովհետեւ եթե հրաժարվա փաստորեն ըստ էության խոստումը չի ուզում կատարի գումարն էլ վերցնում դե լավ գումարը որ վերցրեց էլի կասմա կգնամ եւ կքվեարկեմ իմ խղճի համաձայն բայց արդեն այստեղ հարցը հասնում է հետագծելիությանը եւ վերահսկողությանը եւ տարբեր մեխանիզմներով այդ կներեք բառի համար տասովշիկները հետամուտ են լինում որպեսզի այդ ամեն ինչը հասնի իր տրամաբանական նպատակին հիմա այսօր մենք ինչ վտանգների առաջ ենք կանգնած այդ իմաստով հեղափոխության կարևորագույն ձեռքբերումը ասենք արդար թափանցիկ մաքուր ընտրությունների անցկացնելու հետ կապված ես կարծում եմ անակցությունն որ վտանգված է որովհետև ժամանակակից տեխնոլոգիայի պայմաններում շատ հեշտ է այդ հետագծելիությունը ապահովել ընդամենը մի հատ հասարակ հեռախոս ունենալով տեսանկարը հանելով կամ նկարելով քվեարկության process-ը առաջարկության իմաստը կայանում է հետևյալում որ քվեախցիկը տեղադրվի ոչ թե այնպես ինչպես միշտ հիմա տեղադրված է այլ հակառակ տեղադրվի եւ քվեարկողը երբ որ գնում է ընտրումա բյուլետեն իր համար նախընտրած երևա վստահված անձանց կողմից երևա կամ հանձնաժողովի անդամների կողմից երևա թե ինչ այլ մանիպուլյացիաներ կարող է անի ասիկա թափածի երևում է մարդը ոչ մի բան չի կարող անի չի կարող նկարի որովհետեւ արդեն մենք ունենք օրենքում որ դա քրեորեն պատժելի է եթե չեմ սխալվում այդ ամեն ինչը մենք ունենք որ քրեորեն պատժելի է նկարահանելը եւ այլ այդ բաները կա շատ լավ է դա բայց այս պահը որ այդ հետագծելիությունը կաշխատեն ապահովել չարաշահողները իրանց վտանգ է ներկայացնում, անակնկալություն է ներկայացնում։ Իհարկե կառավարությունը տվել է ոչ թե իհարկե, այլ կառավարությունը տվել է բացասական եզրակացություն, ես փորձեմ կարճ անդրադառնալ այդ եզրակացության հիմնավորումներին, ուրեմն ասում եմ որ 58-րդ հոդվածում 3-րդ մասում արկա չեն եւ թիկունքով դեպի պատը բառերը։ Այս դիտողությունը այդքան էլ էական չի բովանդակության հետ կապված, բայց այդուհանդերձ իմ մոտ կա 58-րդ հոդվածը միգուցե դրանց հետո փոփոխություն է մտել եւ 58-րդ հոդվածի 3-րդ կետում այդ բառակապակցությունը կա այդ իմաստով։ Հաջորդ դիտողությունը կառավարության կողմից դա այն է, որ Սահմանադրության 7-րդ եւ Ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածներով գաղտնիության ապահովման հարցը ստեղ կասկածի է ենթարկվում, որովհետեւ հիմնավորումը այն է, որ եթե մարդը մեջքով է կանգնած դեպի հանձնաժողովը, ապա կարելի կլինի իբրև թե տեսնել թե ոնց է քվեարկում այդ մարդը, որովհետև երևում է։ Բայց
եթե ապահովում է պատշաճ հեռավորություն, անհնար կլինի տեսնել թե մարդը ոնց է բյուլետեն ընտրում։ Այդ թափանցիկությունը ապահովելով հանդերձ անհնար կլինի տեսնել թե ինչ բյուլետեն է ընտրում, այնպես որ ես դիտողության հետ համաձայն չեմ, հաջորդ դիտողությունը կառավարության կողմից դա այն է, որ ըստ էլի օրենքի ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 11.1 մասի համաձայն տեսանկարահանվում է այդ քվեարկության, այդ տարածքը process-ը տեսանկարահանվում է եւ հետեւաբար այդ քաղաքացին անհանգստություն կունենա, որ իրեն կարող են տեսանկարահանել։ Բայց այստեղ էլ լուծում կա, կարելի է խցիկները տեսանկարահանման դիրույթից դուրս թողնել, ուղղակի տեսանկարահանել այդ պահը։ Եվ վերջի հիմնավորումներ, եթե պատշաճ հեռավորություն ապահովելով հնարավոր լինի այդ գաղտնիությունը ապահովել, կառավարությունը ասում է, որ շատ տեղամասերում մենք ունենք, որտեղ տարածքը թույլ չի տալիս այդպիսի հեռավորություն ապահովել, որը մոտավորապես 5-6 մետրի չափ պետք է լինի, սա իմ կարծիքով անընդունելի առարկություն է։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Աղազյան, հարցեր հիմնական զեկուցողին։ Խնդրեմ Լիլիթ Ղազարյան։ Շնորհակալ եմ։ Նախագծի վերաբերյալ ուզում եմ ասեմ բովանդակության առումով կառավարության առաջարկներից զատ ես ինքս էլ բովանդակության առումով համաձայնություն ունեմ, որովհետև հիմնականում այդ փոփոխությունը մենակ քվեախուցը թեքելով հարցի լուծում իրականում չենք կարող տալ եւ կարող ենք ընդհակառակը տանենք նրան, որ բաց քվեարկություն էլ ավելի շատ իրականացվի, այսինքն հիպոթետիկ վերցնենք, եթե օրինակ ընտրողին իշխող կառավարությունը որոշի, որ ընտրողը պետքա ցույց տա իր քվեաթերթիկը եւ կամերաների տակ դա երևա կամ հետեւից անցնողը նկարի եւ նոր տեխնիկական բաներով զումմանելով տեսնի, որ ում է ընտրել կամ ոնց է ընտրել։ Այնպես որ այս առումով ես կարծում եմ, այստեղ մենք ավելի վտանգավոր հարց ենք լուծում թեքելով քվեախցերը, քան գործող կարգավորման դեպքում է։ Տեսեք, գործող կարգավորման դեպքում դուք հին տարբերակի վրա եք փոփոխություն արել։ Նոր տարբերակով հետեւյալ կարգավորում է ասում, որ քվեարկության խցիկը տեղադրվում է միմյանցից առնվազն 1 մետր հեռավորության վրա եւ այն դիրքով, որ ընտրողը քվեարկելիս լինի հանձնաժողովին դեմքով եւ բացառվի թիկունքում մարդկանց տեղաշարժը, ինչպես նաեւ ընտրողի ազատ կամքի արտահայտման նկատմամբ վերահսկողության ցանկացած հնարավորություն։ Իսկ երբ որ թիկունքում կան մարդիկ, ամեն ձևի վերահսկողությունը հնարավոր չէ ամեն րոպե կարգավորել, իսկ եթե տեսախցիկներից դուրս լինի, ավելի անկառավարելի եւ չկարգավորվող կարող է լինել։ Այս առումով բովանդակության առումով ես լիովին անհամաձայնություն ունեմ։ Խնդրեմ, պարոն Աղազյան։ Այն որ 1 մետր իրարից հեռավորության վրա այդ ամեն ինչը պարզ է, այն որ թիկունքում չպետք է լինեն հնարավորություն չպետք է լինի, որ քաղաքացիներ հայտնվեն, դա իհարկե ակնհայտ է, բայց ընդհանրապես եթե մի հատ ժապավենով տարանջատվի քվեախցիկները, ասենք մի 5 մետր հեռավորության վրա, ապա ձեր անհանգստությունները արդեն ես կարծում եմ փարատված պետք է լինեն։ Այդուհանդերձ բոլոր դեպքերում ձերից բերած հիմնավորումներից երևում է հետևություն կարելի անել, որ այն դեպքում, երբ որ ապահով, այսպես կոչված, քվեախցիկի հետևում ապահով քաղաքացին կանգնած է, ինքը կարող է եւ տեսանկարահանի, եւ նկարի, եւ նաեւ on-line, նույնիսկ on-line ռեժիմով շփվի իր այսպես կոչված տասովշիկի հետ։ Բոլոր դեպքերում սա է պատասխանը։ Այս դեպքում կարելի է առաջարկել օրինակ տեխնիկական որևէ միջոցով, այդ թվում հեռախոսով ուղղակի քվեասենյակ մտնելը կամ ասենք անցակետ ունենալ, որպեսզի չկարողանան հեռախոսով ներս մտնել, բայց ես կարծում եմ նման կարգավորումը հստակ ավելի մեծ խնդիրներ է առաջացնում, ուստի ես իմ կողմից կարող եմ ասել, որ ես նախագծին դեմ եմ լինելու։ Եթե դեր ասած հնարավորությունը լիներ, որ այդպիսի սարքավորումներով չմտնեին քվեախցիկ, ես միանգամայն կողմ կրնեի տարբերակին, եթե դա ընդունելի լիներ, ես դա գտնում եմ հարցի լուծում, որովհետև այն կարգավորումները, որ դրված օրենսդրության մեջ, որ արգելվում է նման բաները եւ դա քրեորեն պատժելի է, դա շատ ճիշտ է, բայց վերահսկողություն անելու հանգամանքն է ասել գալիս առաջին պլան, թե ոնց կարելի է դա անել։ Խնդրեմ, պարոն Սարգսյան։ Պարոն Աղազյան, կբացատրեք, թե ինչի է պետք առհասարակ նկարել կամ չնկարել, երբ որ քվեաթերթիկները արդեն գրիչի նշումով չէ քվեարկությունը եւ նկարելու իմաստը այստեղ ամբողջությամբ կորում է եւ երկրորդ հակառակը, եթե մեջքով կանգնեն հանձնաժողովին,
այդտեղ ավելի շատ կլինի իրանց նկատմամբ վերահսկողությունը, որովհետեւ չեն կարողանա իրանց ուզած քվեաթերթիկը քվեարկել, այլ կընտրեն այն, ինչ նախորոք իրանց հրահանգել են ու վերահսկողությունը շատ ավելի հեշտ կլինի ընտրողի նկատմամբ։ Եթե եւ ինչքանով ես հիշում եմ, նկարելը քրեորեն պատժելի չէր, այլ հրապարակելն է քրեորեն պատժելի։ Ամեն դեպքում քաղաքացին կարծում եմ ճիշտ է լավ չի որ նկարվում, բայց նկարելու համար որևէ պատասխանատվություն չի կարող ենթարկվել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Այստեղ իհարկե գրիչներով չեն քվեարկում մեկ հիմա, բայց հանգիստ կարելի է տեսանկարահանել ուղղակի։ Այդ պահը տեսանկարահանել եւ համապատասխան մարդկանց ներկայացնել զեկույց իրեն պատվիրված քվեարկություն անելու համար։ Այդ իմաստով մյուսը կներեք մյուս մասը դիտողությունը որներ։ Հավատացիք, դեմ արձագանքեք, պարոն Սարգսյան։ Այո, պարոն Աղազյան, երբ որ քվեաթերթիկը տրցակը վերցնում եմ, լայվ նկարահանում չի կարող անել, որ ամբողջ process-ը լայվով մարդիկ դիտեն։ Ինքը մաքսիմում պետքա բանանի, քվեաթերթիկը նկարի, որ այդ ընտրել դրելա նա նկարի, հետո ոչինչ չի խանգարում այդ քաղաքացուն այդ նկարած քվեաթերթիկը հանել եւ այն մյուս իր սրտի ուզած քվեաթերթիկը դնել եւ քվեարկել։ Դրան վերահսկողություն չկա, ամբողջ այս բարեփոխումների իմաստը այդ է եղել, որ որևէ կերպ նկարելով վերահսկողություն չապահովի։ Հիմա ինչ եք ուզում նորից թեքել եւ հակառակը մարդուն դնել անհարմար դրության մեջ։ Խնդրեմ, պարոն Աղազյան։ Ձեր նկարագրած գործընթացը բավականին ժամանակ է պահանջելու, որ մի ձևի քվեարկի, նկարահանի, հաշվետվության համար, հետո նոր ասեն քվեարկի, ըստ իր խեղճի մոտիկը հեռախոսը կպահի, ամեն ինչը կանի, ես իմանալությունը դրանում է կայանում, հեռախոսը կպահի, ամեն ինչը կանի եւ նույնիսկ ասենք ձևական կանի, որովհետեւ ինքը գիտի թե իրան վերահսկում են, ապա այդ արդեն հոգեբանորեն էլ ազդում իր վրա, խելոք քվեարկի դες ոնց որ պետք է, բայց երբ որ ինքը լինի թիկունքով դեպի հանձնաժողովը, արդեն այն կներեք նույնիսկ բարի համար 10 շիկը, որ իրան ասի մատ այսպեսի գործողություն արա, որ ես տենամ, որ դու քվեարկել ես եւ այլ, ինքը կասի, բայց ես ո՞նց անեմ, բոլորը տենալու են, թե ինչ մանյովր եմ անում, ես չեմ կարա, եւ այդ հնարավորությունն է հենց վերանում։ Այլ հարցեր, պարոն Աղազյանին։ Չկան, խոսքը փոխանցեմ պարագայում ես, պարոն Աղազյան, ես ճիշտ ասած մի քիչ համաձայն չեմ ձևակերպում, կա ընտրության քվեարկության գաղտնիության էլեմենտ։ Կներեք, եթե ես ինչ-որ բան անում եմ մեջքով կանգնած է, որ հետևս մարդ կա եւ կարա տեսնի։ 6 մետր իսկ եթե հնարավոր չի ապահովել այդ 6 մետրը։ Իսկ կներեք, ես 6 մետր ում է վերաբերում, այսինքն 6 մետր եթե ես վերցեցի քվեաթերթիկը մոտենում եմ քվեարկության խցիկին, քվեախցիկին, հետևիցս էլի մարդ է գալիս, որ մոտենում է իրան, մի քանի հատ է դրած էլի, ինքը 6 մետրի կանոնը խախտում է, թե չէ։ Ո՞նց ենք անելու։ Նախ շատ անկեղծ պետք է ասեմ, ընդհանուր այս կարգավորումը, թե ինչպես պետք է տեղակայված լինի այդ քվեախցիկը, սահմանադրական օրենքի կարգավորման առարկա չպետք է լինի, իմ խորին համոզմամբ։ Սա պետք է լինի ավելի ցածր ակտի, բայց այդուհանդերձ հասցնենք նրան, որ սա սահմանադրական օրենքով է կարգավորվում։ Եվ շատ հստակ մոտեցում կա, որ անձի քվեարկության մասնակցությունը պետք է լինի թափանցիկ, բայց նրա քվեն չպետք է լինի տեսանելի։ Եվ այդ պարագայում բոլոր քվեախցիկները ըստ կառուցվածքային տրամաբանությամբ, որ անձը կարողանում է պահպանել իր քվեարկության գաղտնիությունը։ Ինչ վերաբերում է վերջինիս կողմից նկարելուն, չգիտեմ, որևիցե եղանակով ձեր ասած բանն անելուն, սա կարա տեղի ունենա։ Եվ սա ըստ էության դեռևս հանցագործություն չի, քանի դեռ այդ արդյունքը չի փոխանցվել մեկ այլ, այսինքն երբ դեռ անձ իր քվեարկությունը չի բացահայտել ուրիշին։ Հիմա հակառակ պարագայում ձեր ասած տրամաբանության պարագայում հաշվի առնելով կներեք, այսինքն շատ ավելի հստակ պետք է ասեմ, գործող կամերաների որակը ես մոտավորապես բավականին մեծ հեռավորության վրա կարող եմ տեսնել, թե մարդը կոնկրետ ինչ է անում։ Իսկ այդ պարագայում, եթե կներեք էլի,
ես այս հեռավորության վրա շատ օրինակ շատ ավելի հստակ կարող եմ տեսնել կամերայով, թե դուք օրինակ ինչ կարող եք անել, ձեր ձեռքին ինչ ժամացույց է եւ այլն։ Սովորական հեռախոսային կամերայով։ Էլ չեմ ասում պրոֆեսիոնալ կամերայով, որ կարող տեղակայված լինի դրական տեղամասերում։ Դուք պատկերացնում եք դա ինչի կարող հանգեցնի։ Դա կարող է հանգեցնի նրան, որ օրինակ ձեր ասած առաջարկն էլի, կհանգեցնի նրան, որ տոտալ վերահսկողություն կարող իրականացնի անձի նկատմամբ, ինչ անձը այսպես պետք է կանգնի, հա որ իրան կամերան չֆիքսի հետևից։ Որտեղ կամերան եւ տեսախցիկը պետք է հասկի քվեարկությունը ամբողջությամբ։ Ես ոչ հասկանում եմ իմաստը, կիսում եմ պարոն Սարգսյանի գաղափարը, որ քվեաթերթիկները տարբեր են եւ կներեք ձեր ասացի պարագայում շատ ավելի լավ դες, քան որ քվեաթերթիկների գույներն տարբեր են, շատ ավելի հստակ կտեսնեմ, թե ով ինչ գույնի քվեաթերթիկ դրեց որ բանի մեջ։ Չեմ ուզում ձեզ առաջարկեմ իհարկե հրաժարվեք նախագծից, բայց չեմ կարող չկիսելով հարակից զեկուցողի կարծիքը, չասեմ, որ նախագիծը բացարձակապես զուրկ է հիմնավորումից, նախագիծը որոշակի առումով պարունակում է դրույթներ, որոնք կարող են ազդեն քվեարկության գաղտնիության վրա եւ քվեարկության գաղտնիության վրա ազդելու հենքով դրանք պետք է դիտարկվեն ոչ սահմանադրական, ես առնվազն ոչ պետք է անեմ իմ գործընկերներին դեմ քվեարկել նշված նախագծին։ Ես պատրաստ եմ պատասխանել ձեր կողմից բարձրացված ցանկացած հարցին, բայց հարակից զեկուցողի դիրքորոշումը, որ ես ձեզ հնչեցրեցի, բացասական է։ Եթե հարցեր կան, խնդրեմ, իհարկե։ Դու կարող հարցով ինձ դիմեք, էլ ոչ հարց։ Հա, շնորհակալություն։ Դե թափանցիկությունը, գաղտնիությունը շատ կարևոր սկզբունքներ, որ պետք է ապահովի, բայց պակաս կարևոր չի նաև ազատությունը, հենց քվեարկության ազատությունը։ Իմ անհագստությունս ուղղված է, որ այդ ազատությունը ապահովելուն կամ այդ ազատության ապահովման աստիճանը մակարդակը էլ ավելի բարձրացնելուն։ Հա, շնորհակալություն պարոն Վարդանյան, բայց բոլոր դեպքերում հաշվի առնելով ստեղծած իրավիճակը, ես բան եմ անում, հետ եմ կանչում նախագիծը։ Հարգելի գործընկերներ, իսկ արտგვարությունից պարզապես տեղեկանամ, էլի, տվյալ պարագայում ըստ էության մենք քննարկման փուլում էին գտնվում։ Եթե հեղինակը հետ է կանչում նախագիծը, պետք է տեղեկանամ պարզապես հետևյալ, դուք հետ եք կանչում նախագիծը, այսինքն չեք ներկայացնելու այն այլևս, թե ըստ էության հետաձգում եք նախագծի քննարկումը։ Այս գումարման ժամանակ չեմ ներկայացնում։ Շատ բարի։ Ըստ էության շրջանառությունից հանում է հեղինակը եւ մենք այդ հիմքով պարզապես դադարում ենք հարցի քննարկում։ Հարգելի գործընկերներ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հեղինակը ըստ էության հանում է շրջանառությունից այս նախագիծը, ապա կարիք չկա նախագծով որոշում կայացնելու։ Բայց այս պարագայում ինչպես ենք ձևակերպում հեղինակի կողմից նախագիծը հետ կանչելու հիմքով, հանձնաժողովը ըստ էության որոշում չի կայացնում, հարցի քննարկումը ավարտվում է, հարգելի գործընկերներ, քննարկվող հարցերը օրակարգ ըստ էության սպառված են, իսկ հայտարարում պարված շնորհակալություն։